Հունվար 26 ձեզ հետ է Քրիստինեն, նմանվել Քրիստոսին ասել է խորը ցանկությամբ սրտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ հունվարի 26 և տարվա 4-րդ շաբաթ։ Ինչպես գիտեք, ամեն շաբաթ մենք այս առիթը նաև օգտագործում ենք ոսկեղեն համարներ, այսինքն կյանքի մեջ ոսկի նշանակություն ունեցող ուսուցողական, վարդապետական համարներ սովորելու և անգիր անելու վրա։ Այս շաբաթ մենք աշխատում ենք Եբրայեցիներին ուղղված Պողոս առաքյալի նամակի 4-րդ գլխի 12-րդ համարի վրա։ Այդ նպատակով ես կկարդամ առաջին անգամ, դուք լսեք և երկրորդ անգամ դուք ինքներդ կարդացեք, ես կլռեմ և խորհեք այդ համարի շուրջ։ Երրորդ անգամ կկարդանք և արդեն փորձենք մտապահենք միասին։ Եկեք սկսենք Եբրայեցիներին 4:12 Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է, այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի մտքերն ու խորհուրդները։ Այժմ դուք ինքներդ կարդացեք։ Եվ երրորդ անգամ եկեք կարդանք միասին։ Եբրայեցիներին 4:12 Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է, այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի մտքերն ու խորհուրդները։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. Ելից 1:1-ից մինչև 2:25, Սաղմոս 15:1-5, Առակաց 4:25-ից 27 և Նոր Կտակարանից Մատթեոս ավետարան 17-րդ գլուխ 1-ից 27 համարներ։ Մաղթում եմ ձեզ ուրախ և օրհնյալ օր մինչ հաջորդ հանդիպում։